Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում լրացուցիչ ժամանակն է, առաջիկա 30 րոպեների ընթացքում միասին կծանոթանանք հայկական ու համաշխարհային ֆուտբոլի ամենակարևոր իրադարձություններին։ Ռոման Գուրամիչ, я хотел вам сказать. Արգարժան Ռոման Գուրամի, ողջունում եմ ձեզ Հայաստանում։ Շնորհակալություն։ Ռուսաստանից հետո ինչ է ձեզ բերեց Հայաստան։ России чемпионат Армении. Что привлекло? Ну, вы знаете, я же не, скажем так, выбирал из 10 или 20 вариантов или возможности работы. Ես ընտրություն կատարելու շատ տարբերակներ չունեի։ Были определенные проекты. Իհարկե, կային հնարավորություններ, սակայն Հայաստանում առաջարկվող պայմաններն ինձ ավելի հետաքրքիր թվացին։ Хотя это звучит, наверное, может быть неординарно с точки зрения. Կարող է տարօրինակ հնչել, որ Ռուսաստանից Հայաստան եմ եկել, բայց ես ընտրեցի այս տարբերակը։ этого уже увидеть и лицезреть эту инфраструктуру великолепную. Ես նախկինում եղել էի Հայաստանում եւ տեսել ակումբի հնարավորությունները, մարզադաշտերը, ակադեմիան։ Покажете еще наличие полей определенных, одно очень хорошее поле с помощью Հիմա արդեն федерации. ֆեդերացիայի հետ համատեղ սկսել ենք աշխատանքներ իրականացնել արհեստական խոտածածկով նոր դաշտ ունենալու ուղղությամբ։ Կարճ ասած, տեղի պայմանները ինձ հետաքրքրեցին։ Ну, по поводу детского. Այժմ ներկա ենք մանկապատանեկան թիմի մարզմանն ու ուզում ենք լսել ձեր կարծիքը բանանցի մանկապատանեկան ֆուտբոլի համար ստեղծված ենթակառուցվածքների մասին։ Вы знаете, я честно скажу, что, к сожалению, нахожусь еще здесь только неделю. Ազնիվ լինենք, дուք էլ գիտեք, որ ես ընդամենը 1 շաբաթ է, որ Հայաստանում եմ ու ճշգրիտ եզրակացություններ անել չեմ կարող։ Անկամ փորձ անելը սխալ կլինի։ Это будет наличие одной системы во всей вертикали, которая. Առաջին նախաձեռնությունը կլինի գործող համակարգում փոփոխություններ կատարելը։ Կսկսենք ակումբի ակադեմիայից։ Ինչ եք մտադիր անել, ինչ եք արդեն հասցրել փոխել այս կարճ Не знаю ժամանակահատվածում։ точно, когда сможем, в зависимости от условий технических и финансовых. Չեմ կարող հստակ ասել, պայմաններից է կախված, տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններից։ Ակադեմիայի հարևանությամբ ցանկանում ենք սրճարան բացել, որպեսզի ծնողները կարողանան հանգիստ թեյել, սրճել ու սպասել իրենց երեխաներին։ Какие-то напитки, не знаю, чай, кофе, и спокойно ждать тренировочный процесс, когда закончится, своих детей под зонтиками, либо внутри в кафе. То есть один из проектов. Մնացածն արդեն կազմակերպչական խնդիրներ են, ամբողջական համակարգման հարցեր, որոնք կանադառնան գործող բոլոր օղակներին, այդ թվում եւ մարզիչներին։ Ну, по поводу привлечения людей. Դուք հասցրել եք ներկա գտնվել Հայաստանի առաջնության խաղերին։ Անձամբ եք տեսել, որ երկրպագուները քիչ են։ Ըստ ձեզ ինչ է պետք անել, որ մարզադաշտում երկրպագուների թիվը մեծանա։ Нужно, да, я думаю, что мало болельщиков, но я сам знаю до приезда сюда. Իհարկե եղել եմ։ Մինչև Հայաստան գալը գիտեի, որ այստեղ ֆուտբոլային աշխարհը փոքր է։ Естественно, футбольный мир, скажем так, маленький. Առաջին անգամ չեմ Հայաստանում, բայց վստահ եմ, որ այդուհանդերձ թիվ 1 մարզաձևը շարունակում է մնալ футболը։ В Армении это все равно футбол, так или иначе. Или что-то назовете мне другой какой-то вид спорта, который такой глобальный носит. Գուցե շախմատը։ Про шахматы еще скажем, но Ну, главное футбол. я думаю, что шахматы меньше смотрят, Այո, поэтому շախմատը եւս, բայց ես հակված եմ մտածելու, որ ֆուտբոլով հետաքրքրվողների թիվն ավելի մեծ է։ позволяющие, тем более это по сравнению с Россией, это носит сейчас на данный момент бесплатный характер, насколько я знаю, что клубы не продают билеты. Եթե համեմատենք Ռուսաստանի հետ, ապա հարկ է նշել, որ այստեղ հանդիպումներն անվճար են։ Երկրպագուների համար մուտքն ազատ է։ Индивидуально. Мы уже обсуждали с коллегами из клуба о том, что такая программа должна быть в Банансе, она появится. Ես արդեն առաջարկել եմ Բանանցի ղեկավարությանն ու բաժնետերերին, որ պետք է համապատասխան ծրագիր մշակել, չէ՞ որ ֆուտբոլը շոու է։ Մարդիկ գալիս են ոչ միայն ֆուտբոլ դիտելու, այլև ներկա լինելու ինչ որ հետաքրքիր միջոցառման։ Մենք ամեն ինչ կանենք երկրպագուներին մարզադաշտ բերելու համար։ Պետք է գրկաբաց, ջերմ մթնոլորտ ստեղծել նրանց համար։ Կան միլիոնավոր տարբերակներ, որոնք պետք է օգտագործել մեկ ծրագրի շրջանակներում։ Երաժշտություն, հաճելի մթնոլորտ, մարզադաշտում ներկա գտնվողների համար մրցանակներ են խաղարկվելու։ Այս ամենը նախատեսված է ու փորձելու ենք իրականացնել։ Скажем так, Ձեր առաջին հարցազրույցներից մեկում դուք խոստովանել էիք, որ բանանցի ենթակառուցվածքները որոշ առումով գերազանցում են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի որոշ ակումբների ունեցած հնարավորությունները։ Այո, իմ հայտարարությունը բացատրության կարիք չունի։ Հարկավոր է միայն ներկայացնել այնինչ այստեղ կա, այնինչ տեսնում ենք։ Количество полей это качество, скажем так, которое мы тоже будем улучшать, но оно есть сейчас на хорошем уровне. Դա դաշտերի քանակն է, դրանց որակը, հատկապես խոտածածկի բարձր որակը, դա ֆուտբոլիստների համար ստեղծված փայլուն պայմաններն են, եւ այդ բառը հավատացնում եմ ես անհարկի չեմ օգտագործում։
база спроектирована идеальным образом, где есть выход внизу по трибунное оповещение. Մենք ունենք շենքային բավականին լավ հնարավորություններ, սենյակներ տարբեր բաժինների համար, որոնք պետք է միայն համալրել անհրաժեշտ սարքավորումներով։ Какие-то знания были предыдущим руководителям, либо Հնարավոր է նախկին ղեկավարությունը որոշակի խնդիրներ է ունեցել եւ այդ ամենը կիսատ է մնացել, սակայն մենք փորձելու ենք լրացնել այդ բացերը, չէ՞ որ եթե մենք ամեն ինչ նույնությամբ թողենք, ոչ մի նպատակի չենք հասնի։ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում նախորդ շաբաթ ավարտվեց առաջին շրջանը։ Առաջատարը Ալաշկերտն իսկ ահա գործող չեմպիոն Փյունիկը հանգրվանել է 4-րդ հորիզոնականում։ Այժմ ժամանակն է ծանոթանալու ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտված տուրի արդյունքներին։ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ առաջին շրջանի վերջին 7-րդ տուրը։ Այս մրցաշրջանի չեմպիոնի կոչման հավակնորդ Շիրակն ու Ալաշկերտը հանդիպեցին Գյումրիում։ Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 34-րդ րոպեին Կոնանոդիլոն Կուակոն առաջ մղեց Շիրակին, սակայն Վարդան Բիչախչյանի թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։ Նախ հավասարակշռությունը վերականգնեց Արտակ Գեդիգարյանը, շատ չանցած Էբեր Արաուխոն դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց Ալաշկերտին։ Նույն օրվա մյուս խաղում իսկական դրամա գրանցվեց։ Ուլիսը սեփական արկիտակ մրցեց Բանանցի հետ։ 34-րդ րոպեին Ալեքսանդր Յուշին առաջ մղեց Ուլիսին։ 90-րդ րոպեին նրա թիմակից Բեսիկ Չիմակիձեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Թվաց հաղթանակն անխուսափելի է, սակայն Բանանցն արեց անհնարինը։ Ավելացված ժամանակում նախ Պետրոս Ավետիսյանի, ապա Միգել Լոպեսի գոլերը մարտական ոչ ոքի պարգևեցին Արամ Ոսկանյանի գլխավորած թիմին 2-2։ Հաջորդ օրը թիմերը երկրպագուներին գոլերի առատությամբ չուրախացրին։ Միկան սեփական արկիտակ հույժ կարևոր հաղթանակ տարավ Փյունիկի նկատմամբ 1-0։ Տանտերերի կազմում հաղթական գնդակը խփեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հնաբնակներից մեկը Սամվել Մելքոնյանը։ Նույն հաշիվը գրանցվեց նաև Գանձասար Կապան Արարատ խաղում։ Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդում ամեն ինչ վճռեց Կապանյան թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի շեշտակի հարվածը։ Ավարտվեց առաջին շրջանը 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 17 միավորով գլխավորում է պարտություն չկրած Ալաշկերտը։ Վերջին հաջողությունների շնորհիվ Գանձասար Կապանը 14 միավորով բարձրացավ արդեն երկրորդ տեղ, Շիրակը 13 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական։ Գործող չեմպիոն Փյունիկը 11 միավորով միայն 4-րդն է։ Միանգամից 3 թիմ վաստակել է 7 միավոր։ Բանանց, Արարատն ու Միկան կիսում են 5-ից 7-րդ տեղերը։ Ուլիսը 1 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։ Դուք արդեն հասցրել եք Հայաստանի առաջնության որոշ հանդիպումների ներկա գտնվել, նայել եք Բանանցի խաղը։ Ինչ կարծիք ունեք Հայաստանի առաջնության մասին։ Ну, я действительно посмотрел только 2 матча официальных. Это своего клуба Бананса и Դիտել եմ մեր ակումբի եւ Ուլիսի միջև հանդիպումը։ Ներկայ եմ եղել նաեւ Միկայի եւ Փյունիկի մրցավեճին։ Եկեք այս հարցում ազնիվ լինենք։ Общее впечатление, я в принципе до этого знал, естественно. Ես մինչև այդ էլ գիտեի, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը բնականաբար ավելի ցածր է, քան Ռուսաստանում։ Ամեն ինչ կապված է ֆինանսների հետ։ Եթե շատ գումար լինի, ուրեմն կարող ես բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենալ, որը կնպաստի մակարդակի բարձրացմանը։ Տեղի ակումբների ֆինանսական հնարավորություններն այլ են եւ անգամ համեմատելու եզրեր չկան, сакայն ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ ակումբներում հիմնականում տեղացի ֆուտբոլիստներ են խաղում։ Ինչը ողջունելի է։ Ռուսաստանում լեգիոներների սահմանափակման օրենք կա, իսկ Հայաստանում կան թիմեր, որոնք ձևավորված են բացառապես լեգիոներներով։ Ինչ մոտեցում ունեք այս հարցում։ Ну, вы знаете, честно, я могу сказать не про свое только отношение, наверное, а про ту философию, которую клуб должен. Ես միայն իմ մոտեցման մասին չեմ խոսի, այլ կներկայացնեմ այն մարտավարությունը, որը պետք է ունենա ակումբը։ Касаемо того, что ни в коем случае не будут играть. Ոչ մի դեպքում չպետք է այնպես լինի, որ միայն լեգիոներներ խաղան, կամ էլ նախապատվությունը տրվի միայն սեփական կադրերին։ Մենք պետք է գտնենք ոսկե միջինը, քանի որ առաջնահերթությունը պետք է տալ տեղի հայ ֆուտբոլիստներին։ Վստահ եմ, համապատասխան աշխատանքը արդյունք կտա։ Հենց այդ նպատակով է գործում ակադեմիան։ Խոսքը ոչ միայն ֆուտբոլիստների մասին է, այլև հենց նրանց հետ աշխատող ամբողջ անձնակազմի։ Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլը իմ կարծիքով sense նայելով գտնվում է լավ վիճակում, համենայն դեպս Բանանցում եւ Փյունիկում նայելով երեխաների ահագին լավ երեխաներ ունենք, աճը տեսնում ենք, ասենք խաղերի մակարդակով ելնելով, ասենք ինձ թվում է որ լավ ուղու վրա ենք։
Իսկ ինչ է պակասում մնացած ակումբներին, որպեսզի ունենան նման կարգի մարզաբազա կամ ֆինանսից բացի։ Ֆինանսից բացի ինձ թվում է երեխաները շատ պիտի այցելեն մնացած այդ ակումբներ, ասենք տեսնելով որ Ալաշկերտն է կամ Շինգավիթն է, նայելով Բանանցին, Փյունիկին, ձգտում են լինել Բանանցում կամ Փյունիկին։ Արտերկրում հանդես եկող մեր ֆուտբոլիստների գործերն այդքան էլ հաջող չեն ընթանում, մասնավորապես Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ռոբերտ Արձումանյանը վնասվածք է ստացել, Յուրամ Մովսիսյանը վնասվածք է ստացել, Կարլեն Մկրտչյանն էլ թեպետ հանդես է գալիս Անժիի մեկնարկային կազմում, սակայն թիմը շարունակում է պարտությունների շարքը։ Հենրիխ Մուխտյանի գործերն էլ բնականաբար լավ են, որովհետև Դորտմունդի Բորուսիան իրար հետևից բնաջնջում է բոլոր մրցակիցներին։ Այժմ ժամանակն է ծանոթանալու արտերկրում հանդես եկող մեր ֆուտբոլիստների գործերին, լրացուցիչի եթերում Մերոնք դրսում խորագիրն է։ По поводу финансирования клубов есть там такая, скажу, традиция. Ակումբների ֆինանսավորման մասին մեզ մոտ ընդունված է, որ եթե ինչ-որ ներդրումներ են արվում ֆուտբոլում, ապա արդյունքները պետք է Երևան հենց հաջորդ տարվանից։ Երբ արդյունք չի լինում, ներդրողները պարզապես հեռանում են։ Ну, я могу только дать оценку, я же не акционер и не хозяин клуба с этой точки зрения, поэтому мне... Ես ակումբի սեփականատերը չեմ կարող ասել ինչ են մտածում բաժնետերերը։ Нет, вы знаете, это ошибочное мнение, просто это как бы философия должна заключаться в... Բայց դա սխալ մոտեցում է, սա երկարաժամկետ ներդրում է, որի պատողները հետագայում են երևում։ Да, то есть и получить дивиденды, не которые выражаются только в деньгах. Ֆուտբոլային աշխարհում ներդրումներն արվում են մի քանի տարվա նշաձողով։ Сильных, которые будут помогать стране и сборной в целом. Если ты не заражен этой идеей, то твою голову не изменишь. Тогда Եթե ներդրողը չգիտի դա, ուրեմն ավելի լավ կլինի նա ընդհանրապես հեռու մնա ֆուտբոլից։ Ну тогда тебе делать здесь нечего. Поэтому не только в футболе, да, еще. Ну покажите мне. Չեմ կարծում որևէ մեկը կարողանա այնպիսի բիզնես սկսել, որը 1-2 ամիս անց եկամուտ կբերի։ В этом сезоне Бананс Այս մրցաշրջանում Բանանցը պետք է ձմեռային ընդմիջումից հետո հայտնվի եռյակում, իսկ ընդհանրապես նպատակները կքննարկվեն բաժնետերերի հետ, քանի որ դրանից հետո մյուս մրցաշրջանում մենք պայքարելու ենք չեմպիոնական տիտղոսի համար։ Անցած շաբաթվա ամենակննարկվող դեմքն ու դեպքը Ռոբերտ Լևանդովսկին է եւ նրա պենտատրիկը Վոլֆսբուրգի դարպասը։ Ռոբերտ Լևանդովսկի սահմանեց մի շարք ռեկորդներ, թե որոնք են դրանք եւ ոչ միայն համաշխարհային ֆուտբոլի մյուս ամենակարևոր իրադարձությունները լրացուցիչի թոփ հնգյակում։ Сам тренажерный зал для команды, оценочно, что мы еще попытаемся как бы его улучшить с точки зрения Վարժասարքերի համար նախատեսված դահլիճը կփորձենք բարեկարգել։ Կարելի է որոշ սարքեր ավելացնել, հատկապես հենց ֆուտբոլային վարժասարքեր։ Շատ լավ է, որ տարածքի պակաս չունենք։ Это раздевалка не для игр, а просто раздевалка для тренировок. Այստեղ պայեստային հանդերձարանն է։ Ամենօրյա մարզումներից հետո ֆուտբոլիստները կարող են օգտվել այս հրաշալի պայմաններից։ Восстановление, это база, массаж, холодные бассейны, в которых совершенно верно регулируется температура, да, то есть это сауны, это массажи, может быть холодная вода, может быть Ամեն ինչ կա, լողավազան, մերսման սրահ, տաք եւ սառը ջուր։ Շենքային պայմանները նույնպես շատ լավն են։ Это очень важно для восстановления. Есть большой, сейчас я покажу, центр достаточно хороший. Это не один кабинет, их несколько медицинских, где можно сделать центр реабилитации. Մենք կարող ենք ունենալ բարձրակարգ բուժկենտրոն, որը կարող է գործել նաև առանձին ու ծառայել մյուս ակումբների համար։ Երբ կան այսպիսի ենթակառուցվածքներ, ինչու տեղի ակումբները պետք է ավելի մեծ գումար վճարեն, գնան Եվրոպա։ Այն դեպքում, երբ այստեղ ակումբներից մեկն ունի համապատասխան հնարավորությունները, պարզապես դրանք պետք է համալրել համապատասխան մասնագետներով ու սարքերով։ Легионеры, я вообще молчу, могут здесь жить. Я бы здесь жил, если приезжал, потому что есть и... Լեգիոներները կարող են այստեղ ապրել։ Եթե ես հնարավորություն ունենայի, ինքս մեծ հաճույքով կապրեի այստեղ։ Խոհանոց կա, ռեստորան նույնպես։ Պարզապես Բանաց ակումբի այս համալիր կառույցն իր բոլոր ենթակառուցվածքներով պետք է ճիշտ օգտագործել։ Լրացուցիչ ժամանակներ առաջին ալիքի եթերում հանդիպում ենք ինչպես միշտ ամեն կիրակի նույն օրը, նույն ժամին։ Ուրախանանք ֆուտբոլով միասին։